Իմ բողոքով եմ եկել, մեր արդար պահանջով եմ եկել, որ ես ով եմ, անգամ ես գնացի դատարան, խնդրում էին միլիցիոներները, որ մի քանի տակ շարված էին, ասում եմ, թույլ տվեք ես ինչ կլինի, գնամ դատավորին ասեմ էլի, որ ես ով է ձեր դեմ կանգնած, մի հատ տեսեք էլի, ես ի վիճակի չեմ արդեն, իմ վիշտը, իմ ցավը այնքան մեծ է, ես ասում եմ, համեմատությունը լավ չի, բայց դարել եմ են կկվի օրն եմ ընկել, որ ձագերին տանում մեկ ուտում են, հիմա վերջինը մնացել անգել են այդ երեխուս հետևից, վատ առողջ տղա է, ես եկել եմ ներկայացրել եմ ամբողջ ամսի 7-ին դիմումը տվել եմ, այսինքն ձգձգվում է, ես այսօր էլ եմ ասել իրենց հեռախոսով, ոնց կարելի է, որ այդքան ժամանակ ասենք ձգձգվում եք, ինչի անպայման պետք է մի վատ բան լինի, հա, ինչ եք ուզում։ Ես անուններ չեմ տալիս իրենց ղեկավարներից, մի խոսքով իրենք ասում են, որ հլը չեն բան արել, այդ հարցը հլը չեն ուսումնասիրել, չեն քննարկել, բռնելուց րոպեական կայծակնային ձևով բռնում տանում են, չես հասցնում երեխի երեսնել տեսնես, իսկ որ պիտի արդեն ասենք անօրինական գործ է արվել, ասում եմ ինչի եք ընդեղ ուղարկել, իրանք իրանց սխալը երբ դիսկը վերցնեն, օրինակ որ իրանք են, չի սխալ մոտեցում ման արել, չեն կանչել մասնագետ, որ իմանան այդ փաստաբանի ներկայացրած թղթերը ճշտ են, արդյոք այդ մարդը իրոք լուրջ հիվանդ է, թող բերեին, այդքան դժվար էր, այդ օրենքի ձեռքը տենց հնարավորություն չկա, որ մասնագետ կանչեին, բժիշկ կանչեին, որ նայեին իր էպիգրիզները, իր փաստաթղթերը, իր ամբողջ դիագնոզները նայեին այդքան հիվանդություն ունեցող մարդուն, որ բժիշկների հսկողության տակ է իմ երեխան, պիտի ինչի իմ տղաս, ինչի պետք է հանուն, ինչի հանցագործություն է ատարել, հանցագործները ֆռում են, ոչ մի հանցագործություն իմ երեխան չի կատարել, կատուն որ կատու է, խփում ես, այսինքն չհանչում է, իրանք չպաշտպանվեն, ասեն sense ձեռքների հետևը դրեն, ասեն խփեք, ու հարվածել են տղայից նենց են խփել, որ այդ կարդիո սիմուլյատորը խախտվել է, իմ երեխան ընդեղ մի անտերության մեջ, չգիտեմ որ վատանա ով է տիրություն անելու, այդ ոնց պետք է լինի սրա վերջը, ես չեմ իմանում, ես արդեն 4 օր է